Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա մեջ բազմաթիվ իրավական իրադարձություններ տեղի ունեցան, հետապնդումներ, ձերբակալություններ, քրեական գործերի մասին տեղեկություններ հաղորդվեցին եւ առհասարակ մեր երկիրը վերջին շրջանում վերածվել է մի մեծ դատական համակարգի, որտեղ բոլորս զբաղված ենք ինչ-որ ձևով ներգրաված ենք այդ գործերով, մի մասը որպես մեղադրյալ, մյուս մասը որպես իրավապաշտպան, իրավաբաններ, դիտորդներ, լրագրողներ, որոնք լուսաբանում են այդ process-ները։ Ինչպես պատահեց, որ մենք ներխուժեցինք, հայտնվեցինք այս իրավիճակում եւ ինչու է մեր հասարակությունը այսքան իրավական առումով խոցելի։ Այս եւ այլ թեմաների մասին շաբաթվա իրադարձությունները քննարկելու ենք իրավաբան, փաստաբան, 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, Արսեն։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն այս առիթի համար։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ ձեզ հյուր եմ եկել։ Այո։ Իհարկե, այնպես չի, որ մենք ուրախալի լավ թեմաների շուրջ ենք այսօր խոսելու եւ մեզ լսողներին պետք է ներկայացնենք, թե երկրում ինչ է տեղի ունենում իրականում եւ ընդհանրապես, քանի որ 1 ամսից կարճ ժամանակ է մնացել ընտրություններին, նկատելի է, որ իշխանությունը սկսել է շատ ավելի հաճախ եւ շատ ավելի խայտառակ ձևով խախտել օրենքը, հարուցվում են տարբեր քրեական գործեր, որտեղ հիմքերի գրեթե բացակայություն կարող ենք արձանագրել եւ նաեւ ամբողջ հասարակությունը զբաղված է այդ process-ներին հետևելով։ Հիմա մի տեսակ ցենց խառնաշփոթի իրավիճակ է ստեղծվել եւ այնպիսի տպավորություն կա, որ փաստաբանները, իրավապաշտպանները անզոր են իրականում մարդկանց պաշտպանել։ Ինչու եմ ասում, որովհետեւ անցած օրը, երբ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից 14 հոգու միանգամից առավոտյան տարել էին հակակոռուպցիոն կոմիտե, երկար ժամանակ փաստաբանները նույնիսկ չէին կարողանում մուտք գործել նրանց մոտ եւ կարծես թե նույնիսկ այս իշխանությանը կցված մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո կարողացան իրավական օգնություն, աջակցություն ցուցաբերել։ Ես կուզեի, որ մենք խոսեինք հենց այդ մասին։ Ինչու է նախընտրական փուլում այսքան շատ գործեր հարուցվում, ինչպես են ընթանում այդ գործերը եւ առհասարակ ինչ հիմքերի հիման վրա են ձերբակալում, բերման ենթարկում, ինչու անպայման ձերբակալություն։ Ինձ միշտ այդ հարցն է հետաքրքրում։ Էլի հարուցեք, գործը քննեք, պարզեք, արդյոք կա ընտրակաշարքի փաստ, կա օրենքի խախտում, թե ոչ, բայց ինչ իմաստ ունի 3 երեխաների տեր մանկահասակ ծծկեր երեխա ունեցող կնոջը տանել, փակել, պահել բանում այդ կոմիտեում կամ այդ 5 երեխաներ որդեգրած 5 երեխաների տեր կնոջը տանել, պահել եւ առհասարակ վախի մթնոլորտ առաջացնել երկրում, որպեսզի նաեւ խաթարվի այս նախընտրական խաղաղ փուլը։ Դուք կարծում եմ նաև պատասխանեցիք ձեր հիմնական հարցին, ես իմ կարծիքն ասացի, ուզում եմ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք։ Բոլորս էլ այդ պատկերացում ունենք, այո, իմ կարծիքն էլ է այնպեսին, որ սրա ամբողջ նպատակը նախընտրական շրջանում վախի, ծայրահեղ վախի մթնոլորտ ստեղծելն է, որը հեռահար նպատակ ունի ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Երբ որ հետևում ենք այս ընտրակաշառքների գործերով ձերբակալություններին, լսում ենք այն ձայնագրությունները, որ իրենք հրապարակում են, իհարկե դրանք էլի գիտենք, որ կտրատում են, ինչ-որ տեղերից հանում են, բայց օրինակ նույն իմ ընկեր Խաչիկ Գալստյանի գործով, երբ որ արդեն ամբողջությամբ գործը ստացել ենք, այդ ձայնագրություններն ամբողջությամբ ունենք, այդ ձայնագրություններում, ինչպես նաև իրենց հրապարակած ձայնագրություններում, որևէ տվյալ չկա, որ ընտրակաշառքի մասին կա խոսակցություն։ Կա աշխատանքի մասին խոսակցություն, աշխատանքի դիմաց վարձատրվել, չվարձատրվելու մասին խոսակցություն, կա դժգոհություն ինչ-որ վարձատրության չափից, ամեն ինչ բացի ընտրակաշառքի մասին։ Ընդ որում, այդ ձայնագրություններում որոշ բովանդակություն ձայնագրություններից ցույց են տալիս, որ իշխանությունը ցավոք սրտի մասամբ հաջողվել է այդ վախի մթնոլորտը ստեղծել։ Տեսեք, երբ որ օրինակ լսում ենք խոսակցություն, ասում փողի մասին բաց կապով չխոսես։ Իրականում իրենք ինչի մասին որ խոսում են, դրա մեջ հանցակազմ չկա, որ այնքան ես եմ լսում։ Խոսում են որոշակի աշխատանքի վարձատրության դիմաց, որոշակի աշխատանք կատարելու մասին կամ աշխատանք կատարելու մասին, որի համար հետագայում ստանում են որոշակի փոխհատուցում, հա, բայց այնքան է այս մթնոլորտը թեժացել, ծանրացրել, այս բոլորին վախեցրել, որ անգամ թույլատրելի հանգամանքի մասին խոսում են ինչ-որ կոդավորված, հա, այնտեղ բանը չէ, իշխանության ներկայացուցիչները հիմա երեսով են տալի, որ փող չի քյաբաբա, բան, sense բաներ։
Այդ մարդկանց դրել են այդ վիճակի մեջ։ Ընդ որում, այդ վիճակը մենք ունեինք դեռևս 22-23 թվականներից, երբ որ Արարատի մարզում Դաշնակցության մեր ընկերների հետ կապված հայտնի դեպքերը տեղի ունեցան, ձայնագրությունները որ հրապարակվեցին, իբր նյութապես շահագրգռելու համար, հանրավակներին մասնակցելու, ընդեղ էլ էին ինչ-որ կոդավորված բառեր խոսում։ Ու ես դեռ այն ժամանակից եմ ասում, որ ժողովուրդ, եթե դուք խոսում եք ոչ հանցավոր բնույթի գործողությունների մասին, մի վախեցեք դրա մասին։ Արսեն ջան, գիտես դա ինչից է, որովհետև մարդիկ չգիտեն, որ գործողությունն է հանցավոր։ Այս իշխանությունը ինչը կարող է հանցավոր դարձնել, հանցակազմ տեսնել։ Ներողություն եմ խնդրում, նախ առաջին, այո, իսկապես չգիտեն, որն է հանցավոր, դա իրավագիտակցության ընդհանուր մակարդակում, երևի մեր մեղքն էլ կա, բավարար չափի չեն կարողանում։ Եւ իրավապահների մեղք կա, որովհետև ամեն գործողություն այդ է ուզում, բայց ամբողջ խնդիրն է, որ բոլորովին կապ չունի դու հանցագործություն արել ես թե չէ։ Ես պիտի ձերբակալվես, կձերբակալվես։ Որևէ առնչություն չունի, ընդ որում կարճաժամկետ։ Մարդիկ շատ լավ դա հասկացել են։ Ես կարծում եմ իրենց բավարարում է նույնիսկ այդ 3 օրյա ձերբակալումը, որովհետև երբ որ նպատակը, վախն է իր համար, տեսեք, հետո դատարանը մերժում է, հետո բաց են թողնում կամ այլ հանգամանքներ, չէ՞, բայց իրենք արդեն ամբողջ մեդիայով կարողացան տարածել, որ մենք սաղին բռնում ենք։ Եվ այն մարդիկ, ովքեր որ օրինական գործունեությամբ են ուզում զբաղվել, քարոզչությամբ են ուզում զբաղվել, վախենում են։ Ասեն վաղը մեզ էլ կբռնեն։ Իսկ ի՞նչ է դա տալիս իշխանությանը, մարդիկ քարոզչությամբ չեն զբաղվում։ Իսկ ընտրությունների համար քարոզչությունն ամենակարևորը։ Այո։ Հիմա այդ նույն ձայնագրությունների մեջ, երբ որ վերլուծում ես, լսում ես, մարդիկ վարձատրվել են, որպեսզի գնան քարոզ անեն, որպեսզի մարդկանց գնան ուղղորդեն ընտրությունների օրը քվեարկել այսինքն աշխատավարձ ստանալու համար, բայց տեսեք, մարդուն բռնել են։ ասում են, փող են տվել, որպեսզի գնան մարդկանց ուղղորդեն, գնան ընտրության, ընտրեն այսինչ կուսակցությանը կամ տեխնացուին, չէ՞։ Իբր քարոզչության ամբողջ իմաստը է դա։ Երբ որ փողոցում քաղաքացիների հետ հանդիպում, Նիկոլ Փաշինյանը երբ որ գնում է փողոցում հանդիպում, այն որ ասում է, եղբայր, կարամ քեզ մի հատ բան նվիրեմ, ինչ որ բան ա կպցնում դոշին, չէ՞։ Ինչ ասում, հետո էլ ասում է, դե մեզ պիտի ինտերես։ Այո, այո։ Հիմա իրենք դրա համար կաշառք իրականում։ Տեսեք, հիմա դրա համար իրենք տրանսպորտային ծախսերի հատուցում են ստանում։ Տեսնում եք, պերաշկի են ուտում, այդ պերաշկին իրանք ստանում են այդ հատուցումը, չէ՞։ Իրենց դեպքում էս ամեն ինչը դա ընտրական սովորական գործընթաց է, բայց օրինակ Խաչիկ Գալստյանի դեպքում դա հանցագործություն է։ Այո։ Կամ Ուժեղ Հայաստան կուսակցության դեպքում դա հանցագործություն է, ակնհայտ է, նպատակը բացառապես վախի մթնոլորտ ստեղծելն է, ցավոք սրտի հասնում են որոշակի արդյունք։ Եվ գիտես, ես նկատեցի, որ նույնիսկ իրենց իրավական տեքստերում թվում է թե գոնե պիտի այդ տեքստերը անխոցելի լինեն, չէ՞, որ հաղորդագրություն է տարածում, ասենք հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, այդ տողերի արանքում մեկ էլ սպրդում է, ասենք միտեղ գրած է ուրեմն աշխատավարձի անվան տակ տվել են, չգիտեմ ինչ։ Այս ո՞նց որոշեցիք, որ դրա անվան տակ, չգիտեմ ինչ, ընտրակաշարք են տվել։ Շատ կարևոր բան եք նկատում։ Այդ հենց դրանով, դրա նպատակն է, որ աշխատավարձից էլ վախենան մարդիկ։ Օրինակի, երբ որ նորմալ աշխատանքային հարաբերություն, ասենք պայմանագիրը կնքում են իրար հետ աշխատում։ Դու գալու ես այսքան օրից Հարկերն էլ վճարում են։ Այսքան օրից այսքան օրը իրականացնելու ես ենթադրենք կուսակցական քարոզչական գործունեություն։ Այդ աշխատավարձի անվան տակ ես կողմ են կողմ, դա նպատակը հենց այդ մարդկանց վախեցնելն է։ Այո, քաղաքական գործունեությունը քրեականացրել է։ Այո, որ ընդհանրապես ասեն, այ մարդ ինչների սա պետք, գնանք այնտեղ աշխատավարձ ստանանք, հեռախոսներս լսեն, կամ բռնեն, տանեն։ 1 տարի տանջեն, ճիշտ է, մի տարի հետո կարդարացվենք, ենթադրենք լավ դատավոր կլինի, ոչ այդ մի տարին այդ մարդկանց համար ծանր բեռ է։ 10 օրն էլ ծանր, եթե կին է։ 3 օր ազատազրկումն էլ է շատ ծանր դեպք, իհարկե։ Իրենք դրա վրա են իմ համոզմամբ հիմա տեսեք, օրինակ նախորդ ընտրություններում Սահմանադրական դատարանում երբ որ վիճակվում էր, մի շատ հետաքրքիր իրավական նուրբ հարց էր քննարկվում։ Ներկայացում էր որոշակի հանգամանքներ, որոնք բողոքարկող կողմը, անձամբ Դավիթ Հարությունյանն էր հենց պնդում, որ դրանք ունեցել են ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Հոգեբանական, բարոյական, ոչ հավասար պայմաններ, ամբողջ խնդիրներն է, որ դա չափելի չէր։ Եվ Սահմանադրական դատարանը չէր կարող օրինակ ասել, եթե այս գործողությունը չլիներ, ապա ձայները ինչպես կբաշխվեին։ Դե նորմալ է, որ չի հնարավոր չի։ Իրանք արդեն քանի տարի է դրանով են զբաղված։ Այս կողմից վախեցնում են, այն կողմից ձերբակալում են, ընտրությունների ժամանակ կուսակցություններին չգիտեմ ինչեր են անում։ Բոլոր տեսակի ճնշող մեխանիզմները կիրառում են, աշխատանքից են ազատում, աշխատանքից են, որը հնարավոր չի չափել։ Լավ, եթե դրանք չանեին, ինչպես ձայները կբաշխվեր, հնարավոր չի չափել։ Այո։ Դե խախտում է դա, ընտրական հանցագործություն է։ Ոնց է ստացվում անարդար ընտրությունը հենց դա է, էլի։ Ոնց է ստացվում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում չէ լավ, իր քարոզչության ընթացքում, խաղը դա ուղիղ եթերում էր։ Մի աշխատողի կոնկրետ դժգոհում ասում է, ես անձամբ
10,000 դրամով եմ աշխատավարձ ստանում, աշխատանք անում, գոնե 14,000, կանչում է իր աշխատողին, ասում է 12,000-ով ընդունեք աշխատանքը։ Այո, այո։ Այդ Այդ անմիջապես պիտի գործը հարուցվեր հենց Դա այդ պահին։ հանցագործությունը, բա այն մարդը, որ օրինակ որոշակի, հիմա ասում են բարեգործության արգել է, մի խոսքով էլի։ Այո։ Հետո տես բարեգործության արգելք ասում են, բայց իմ քայլը հիմնադրամը շատ լավ աշխատում է, գործում է, Իհարկե։ անդադ հաղորդագրություններ են Բոլոր տարածում, թիմ որ էս ենք ընտրությունների անում, ժամանակ այդ բարեգործությունը արել են։ Օրինակ հիշում եմ Գյումրիի նախորդ ընտրությունների ժամանակ նախին մարզպետներ Հովհաննես Չիգրեմյանը մասնակցում, պարզեցինք կամ Գյումրիներ կամ ոնց որ Գյումրիներ շատ մարդկանց ինչ որ հավ էին նվիրել, ինչ որ մարդկանց 110,000 դրամ, ես չգիտեմ, հա, գրանցված։ Է հիմա որ իրանք իշխանություն ունեն, վարչական ռեսուրսներ ունեն, այդ 100-110,000 դրամը ձևակերպում են օրինակ մարզպետարանի անունից պետբյուջեից տրված։ Այո, որպես Ասում թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ակնհայտ է, չէ, փաստացի ինչ են անում։ Չէ, դե առհասարակ հիմա մեծ հաշվով որ նայում ես, այս թոշակների բարձրացումն անդրակաշարք, տոկոսների հետ, վարկերի հետ կապված ինչ որ արտոնություններ տվեցին, ցանկացած բան իշխանության կողմից իրականացված վերագրվում է քաղաքապայմանագրին։ Ես հիշում եմ նաև Գյումրու ընտրությունների ժամանակ ինձ տեխնացուն Սարիկը մեր Սարիկը, հա, ոնց է, մեր Սարիկը։ Սարիկի բան կար, հա, տեսագրություն կար, որտեղ տարեց մի կնոջ, ասում է, հետդ վերջացել է, էլի կուղարկեմ։ Բախի մի գործ չհարուցվեց։ Նույն զուգահեռ դրան Մարտուն Գրիգորյանի հոր հետ, որդու հետ կապված մի հատ ինչ-որ հեռախոսային խոսակցությունով, ինչ-որ, թե, չէ, ներողություն, Facebook-յան վիդեոյով, որտեղ ինչ-որ շեբենապատում են անում, եկան ձերբակալեցին, մինչև հիմա դատը գնում է։ Մինչև հիմա դատական process-ների մեջ ենք։ Սարիկը ինչ անում, հետցնակառավարում։ Դե այդքան հեռու կարող ենք չգնալ։ Հիմա տես, այս ուժեղ Հայաստան ներկայացիչ Գոհար Գումաշյանին, որ կալանավորել են, մենք մի քիչ պրպտեցինք, փորձեցինք հասկանանք, թե ինչա տեղի ունեցել։ Ուրեմն այդ կինը հասարակական կազմակերպություն ունի։ Ամեն տարի շատ լավ ճանաչում, ինքը միշտ եղել է քաղաքացիական բանի մեջ, հա, հարաբերություն, քաղաքացիական ակտիվիստ է եղել, տարբեր ծրագրերով միշտ ինքը աշխատել։ Այո, այո։ Եվ օգնություն է ցուցաբերել մի տարեցկին 103 տարեկան, այդ կնոջը երկար տարիներ անդադ ծննդյան օր, մարտի 8, չգիտեմ, այսպես այնպես։ Այդ կնոջ ծննդյան օրը եղել է անցած տարվա հունիսի 17-ին, այդ օրերին հենց կալանավորվել է Սամվել Կարապետյանը, Գոհարը չի հասցրել այդ ամեն տարվա իր շնորհավորանքը, իր օգնությունը ցույց տա։ Անցել է բավականին ժամանակ մարտի 8-ի համար իր աշխատողի հետ խոսում է հեռախոսով, ասում է ինչ անենք տատիկին մեր վերաբերմունքը ցույց տանք, գուցե մարտի 8-ը օգտագործենք եւ այլն, քննարկում են այսպես, ասում է հետո հեռախոսը անջատում է, իրեն ասում են, որ արդեն գոյություն ունի այդ բարեգործության արգելքը եւ որևէ բան չի տեղի ունենում։ Գնում է այդ կնոջը մարտի 8-ը շնորհավորում է դատարկ ձեռքերով, ոչինչ չի տանում։ Ուրեմն հետո գործը հարուցվում է այդ խոսակցության գաղտնալսման հիման վրա։ Այսինքն բոլորին փաստորեն գաղտնալսում են դա մեկ։ Բոլորի անձնական կյանքի մեջ ներխուժած են դա երկրորդ եւ երրորդն էլ ընդհանրապես խոսակցությունը, որը հետևանք չի ունեցել, քայլ գործողություն չի եղել, դիտվում է որպես ընտրակաշառք։ Այդ 103 տարեկան տատիկին տարել են, հարցակ քննել են, պատկերացնում ես, նա էլ ասել է առաջին անգամ Գոհարը դատարկ ձեռքով իմ տուն է եկել ինձ շնորհավորել մարտի 8-ին։ Հիմա դեռ ամոթանք է տվել։ Պատկերացրու։ Այս ընտրական հանցագործությունները դիտավորյալ սարքեցին ծանր հանցանքներ, մի նպատակ ունենալով, որ տոտալ գաղտնալսեն բոլորին, որովհետև միջին եւ ոչ մեծանության հանցանքների դեպքում այդ գաղտնի քննչական գործողությունները արգելված են։ Ուրեմն ինչա տեղի ունենում։ Ես կոնկրետ գործով եմ ասում, որը հիմա կա մեր դատական քննության ընթացքում, այսինքն գաղտնիության ռեժիմ չկա։ Օպերատիվ ծառայողը մի զեկուցագիր է գրում, ուղղակի զեկուցագիր նստած իր տանը, հա, կամ աշխատասենյակում։ Ասում եմ, մենք տեղեկություններ ենք ստացել, որ այս կուսակցությունները ընտրակաշառք են բաժանում կամ բարեգործության արգելքն են խախտում։ Ստանում է համաձայնություն թույլտվություն դատարանից, բոլորին լսել։ Ամբողջ ընթացքում բոլորին լսում են, գաղտնալսում են։ Եվ այդ տեսակ խոսակցությունները հենց հիմա է, նույն Խաչի Գալստյանի գործով մի հատ զեկուցագիր ա գրվել, մտել են գաղտնալսման, բոլորին լսել են։ Այդ խոսակցություններից հավաքվում, այդ մարդիկ չեն կարող իրանց խոսքը այնպես կառուցեն, որ քննչականի համար օգտագործելի բան չտան։ Մանավանդ քննչականը, որ միշտ կտրտում բերում, չէ, մենք Վարգրաց Սրբազանի գործով տեսանք ինչ էին արել, Խուդոյան Հովիկը շատ լավ ներկայացրել է։ Այդպես գտնում են ինչ-որ բաներ,
Վերջ, արդեն կծմծում իրար, հա, այո, այդ հիմնավոր կասկածը կա, ձերբակալումը կա, կալանն սեփական այո, վերաբերմունքը, կալանավորումն էլ մնացական Մարտիրոսյանի ականջը չի, մեր շատ հարգելի դատավորը միշտ պատրաստ է, ինչ լինի կանի կկալանավորի։ Այս սա հենց օգտագործվում է, սա է հենց ընտրությունների խախտումները, ընտրական գործընթացների միջամտությունը, որովհետև ստեղծում են մի իրավիճակ, որը վերջնական արդյունքում ուզենք, չուզենք ընտրությունների արդյունքների վրա արտահայտվելու։ Ինչի որտեղ չեն թողնում աշխատեն։ եւ ենթադրվում է, որ այդ եվրոպական կառույցները դրա վրա պետք է ուշադրություն դարձնեն, այդ ԺՄԻԳ-ն է, չգիտեմ, Վենետիկի հանձնաժողովն է, չէ, այս օրերին գալիս են, գնում են, ԿՀ-ն այցելում եւ այլն։ Նաեւ պիտի այս կողմը ընդդիմությունն էլ մենք 5 իրավապաշտպաններով ինչ հնարավոր է այդ առումով անում ենք, բայց դե բնականաբար ինֆորմացիայի պակաս ունենք, այն ինչ որ կատարվում է իրancs մոտ, բայց իրենք էլ քաղաքական միավորումներն էլ իրենք պիտի անդադար այդ հաշվետու բան տան, հա, տեղեկատվություններ ուղարկեն, տեղեկատվություններ տան միջազգային գործընկերներին, որովհետեւ նրանք իրականում կարողանան ինֆորմացիան պետք է փաստաթղթավորեն եւ հա, ուղարկեն։ քաղաքական իրավիճակով պայմանավորված հիմա շատ ատամ ցույց չեն տալու, շատ ձայն չեն հանելու, բայց մի բան է հաստատվել այս տարբեր գործերով, որ այնուամենայնիվ եվրոպական կառույցները ներքին խողովակներով անդադար աշխատում են իշխանության հետ մոնիտորինգ են անում եւ դժգոհություններ են հայտնում եւ դրա արդյունքները որ հիմա մի քիչ ավելի շատ են ազատվում բանտերից քաղաքական բանտարկյալները նաեւ որոշակի ճնշում կա ցույց չեն տալիս որովհետեւ քաղաքական Արցախով պայմանավորված ռուսական հարաբերությունները։ Ես միշտ ասում եմ, որ ինչ որ սահման կա, որ չեն կարող խախտել այս իշխանությունները, պետք է անընդհատ դրա վրա ուշադրություն։ Հա։ Եվ քանի որ գաղտնալսումների մասին խոսեցիր, ուզում եմ մի բանի վրա էլ ուշադրություն հրավիրել, հա, եւ քո կարծիքը ինձ հետաքրքրում է։ Վերջին հաղորդագրություններից մեկում, կարծեմ հակակոռուպցիոն կոմիտեն գրել էր, որ ուրեմն խոսակցությունները ընթացել են ինտերնետ կապի միջոցներով։ Այսինքն ենթադրվում է, որ Telegram, WhatsApp, Viber այդ միջոցներն են նաև լսում։ Ես մի տեսակ մի քիչ կասկածում եմ, որ այդպես հնարավոր լինի համատարած այդ բոլոր կապի միջոցների օպերատորների հետ կապ հաստատել, նրանցից ստանալ այդ տեղեկատվությունը կամ թույլտվությունը գաղտնալսումներ անելու։ Գուցե ինչ որ կապի օպերատորների հետ ունեն կոնտակտներ, անում են, բայց ինձ թվում է ավելի շատ նաև վախեցնելու նպատակ ունի սա, չէ՞, որ այդ կապի միջոցով էլ մարդիկ վախենան։ Իրականում ես ասեմ, ես ինչ հասկացա այդ տեքստից, իմ մոտ այլ տպավորություն եղավ, որ դրանով փորձում են հիմնավորել, որ եղել է հանցավոր արարք, որովհետև երբ որ հաղորդագրության մեջ ասում են, որ օգտվել են ինտերնետային կապից, հետո դնում են ձայնագրություններ, այդ ձայնագրությունների մեջ լսում է ինչ ես բաց կապով զանգել, զանգի նրանով։ Այսինքն իմ համոզմամբ իրենք ոչ թե դրանով ցույց էին տալիս, որ մենք լսել ենք նաև Telegram-ը կամ WhatsApp-ը կամ մյուս բանը, այլ ցույց էին տալիս ուղղակի, որ որոշ խոսակցություններ եղել են գաղտնի ռեժիմում, որոնց մենք հիմա չենք տիրապետում, բայց այդ խոսակցությունները վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Լսել կարող են արդյոք թե ոչ, այո, որոշակի դեպքերում կարող են, WhatsApp-ն էլ կարող են, Telegram-ը ոնց որ թե չեն կարող, որովհետև այնտեղ մամուլից մեզ հայտնի է որոշակի տվյալներ, WhatsApp-ի հետ իմ տեղեկություններով պաշտոնական բանը կա, հա, համագործակցությունը կա, բայց կա ուրիշ բան։ Հեռախոսները ինչ են առաջի գործողությունով ինչ են անում հեռախոսներն են արգրավում որովհետև այդ հեռախոսների մեջ օրինակ ձայնային հաղորդագրությունները պահպանված են լինում շատ հաճախ մենք կլսենք որոշակի խոսակցություններ որոնք ինտերնետով են եղել բայց դրանք ոչ թե օրինակ Telegram-ից են ուզել այլ այդ մարդկանցից խոսակցությունով հարողներից որևէ մեկի հեռախոսից են հանել Այսինքն ամեն դեպքում պետք է միշտ նախ պետք չի ընդհանրապես հանցավոր որևէ գործունեությամբ զբաղվել, որ մի հատ էլ փորձեն Telegram-ով, բայց եւ նաեւ իսկապես պետք է հաշվի առնել, որ մեծ հաշվով պետությունը կարող է հնարավորություն ունենալ բոլոր տեսակի կապի միջոցների գաղտնալսման կամ դրանց վրա հա որոշակի ազդեցություն։ Սա պիտի միշտ նկատի ունենալ, բայց առաջին պայմանը մի ունեցեք հանցավոր բնույթը, մի արեք հանցանք, մի խոսեք հանցագործությունների մասին եւ կլինեք ապահովված։ Բայց սա չի ազատ, ախր տեսեք, բայց սա չի ազատում մարդկանց։ Այո, խաղի չգրված կանոններ են աշխատում, դա է խնդիրը։ Ինչ խոսեն, այս մարդկանց ձերբակալում ու կալանավորում են։ Երեք մենք ինֆորմացիա ստացանք Արարատի գյուղերից մեկի ռազմագիտության ուսուցչին։ Ուրեմն մտել է Բարգավաճ Հայաստանի գրասենյակ, դուրս է եկել, կանչել են, ասել են դու մոտ գրի գնա, մարդը շատ վախեցած, չգիտեր ինչ աներ, դիմել էր մեզ, մենք դրան լուսաբանեցինք, բայց դու տես հասկանում ես, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Ծառուկյանի շտաբ մտնելն արդեն համարվում է քրեորեն պատժելի հանցավոր արարք։ Ես երբեք sense տոտալ վերահսկողություն, sense
Ես չգիտեմ, Մենք այսպես 40 տարի հետևում ենք ընտրություններին, այսպեսի բան չենք իհարկե շատ տեսել։ խնդիրներ եղել են։ Տեսեք, նախկին ընդդիմությունը, որը հիմա իշխանության է, տևական ժամանակ նախկին իշխանությունների մասին ինչ ասես ասում էր։ Հենց ընտրությունների հետ կապված։ Բացի ընտրությունների, ընդհանրապես քննադատության մեջ որոշ մաս իրական քննադատություն էր, մի քանի անգամ էլ չափազանցված։ Հիմա եկել են իրենք իշխանության եւ այն իրենց իրականը չափազանցվածը անգամ 100-ով անում են։ Ինչու որ մեղադրում էին անգամ 100 անում են։ Էս էլ ձեր իշխանության գալու նպատակը։ Երևի էս էր էլի, որ իրենք գային, իրենք 10 անգամ ավելի ճնշեին, չգիտեմ։ Այո։ Հետո գիտես, նույնիսկ հիմա վատ բան եմ ասելու իհարկե, այդ փող տալ ձայն գնելը ավելի ազնիվ էր, հա? Ոնց որ գործարք էր փողը տվողի եւ փողը վերցնողի միջև։ Իսկ այս ճնշումը, սա վախ է, սա մարդկանց բռնության ենթարկել է, սա նշանակում է, որ օրենքը օգտագործում են իշահ իրենց եւ օգտագործում են չարաշահում են այդ օրենքի հնարավորությունները։ Եվ մարդիկ իրոք չգիտեն հիմա որ գործողությունն է համարվում հանցավոր, ինչպես պահեն իրենց, որ չհայտնվեն այդ թիրախում, արդյոք կարող են աշխատել ընդդիմության օգտին, ձայն տալ ընդդիմության օգտին, որտեղ նույնիսկ փոքր գյուղերից մեզ լուրեր է գալիս, որ վարչական ղեկավարները ասում են, այ, չհամարձակվեք ընդդիմությանը ձայն տալ, որտեղ մենք գիտենք հաթաթովում է ձայն տալու։ Իհարկե, ինչքան մակարդակը այդ իրավագիտակցությունը ցածր, այնքան ավելի Մարդիկ հավատում են, որ կարող են իմանալ։ Տեսեք, ձեր թվարկած բոլոր հանգամանքները մարդու մոտ որ առաջանում է, կարող է սենց լինի, ոնց պետք է անեմ, այդ բոլորի վերջին արդյունքում ախպեր ասում է գործ չունեմ այս ամեն ինչի հետ։ Այս ամեն ինչի հետ գործ չունեմի։ Կամ չի գնալու ընտրության, կամ գնալու է դրա հետևանքը ինչա, կամ չի գնալու ընտրության, կամ չի այս ընթացքում չի մասնակցելու ընտրական process-ներին, իշա իր նախընտրելի կուսակցության քարոզ չի անելու այս կողմեն կողմ, վերջնական արդյունքում ինչա լինելու, մարդիկ չեն մասնակցելու, գործընթացը չի լինելու, իշխանությունը օգտվելու է, որովհետև ինքը ունի այդ միջոցները ավտոբուսներով, զորով, ծեծելով, ջարդելով, շակերտներով, էլի որ բան չդառնա։ Սպառնալիքներով։ Տանի ընտրությունների, ինչ ասում իշխանությունը, որ մարդիկ ինչքան քիչ մասնակցեն ընտրությունների, ինքը շատ ձայն կստանա այդքան։ Այո։ Հիմա ինքը կարա ծրանով հասնի այդ վիճակին։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ ինչ հասկանան, պիտի հասկանան, որ դժվար է։ Իրականում դժվար է։ հասկանան, որ կարևոր է հունիսի 7-ին իրենց քվեարկությունը շատ կարևոր դեր է խաղալու, այո։ Եվ հայտնի չի թե այս գործող իշխանությունը վերընտրվեց, ինչ ապագա է ունենալու մեր երկիրը։ Մենք խոսում ենք օրենքի խախտումների մասին ընդդիմության կողմից, բայց նաև կուզեի անդրադառնանք իշխանության քայլերին ու գործողություններին, հա։ Մի կողմից արդեն ասացիր, որ նույն հենց ուղիղ այդ արդեն քարոզարշավի իհարկե սկսված է, չեն էլ թաքցնում այդ մասին, որևէ խնդիր չկա, ես առաջ հիշում եմ, որ անպայման քարոզարշավի մեկնարկի պահից հետո կարելի էր քարոզչություն անել, հիմա պարզվում է, որ ոչ մի արգելք գոյություն չունի։ Նման կանոն չի եղել սահմանված, որ միայն այդ ժամանակ պիտի քարոզչություն անես, բայց կար այդպիսի տպավորություն եւ քաղաքական Մարդիկ զերծ էին մնում ամեն դեպքում, տենց ակտիվ չէին բանանում։ Ներքին պարկեշտություններ, չգիտեմ, բայց օրենսդրական արգելք այն ժամանակ էլ չկար, հիմա էլ չկա։ Դե ենթադրենք, որ դա բան չի, բայց հիմա փաստը մեր աչքի առաջ է, գնում է մարդը գյուղեր, մարզային հանդիպումներ է ունենում։ Այո, ամբողջ ՊՊՑ-ն ուղեկցում է, այդ պետական միջոցները օգտագործվում են դրա համար, իր ամբողջ թիմին, կառավարության անդամներին նստացնում է ավտոբուսի մեջ, գնում է ամբողջը լայվ են տալիս, ցույց են տալիս, մարդկանց խոստումներ է տալիս եւ այլն, այդ բոլորը տեսնում ենք եւ դրա վրա աչք ենք փակում։ Դրա հետ զուգահեռ նաև ուրեմն սպառնալիքներ, շանտաժ, որ եթե մենք չընտրվենք, այն էլ մեծամասնություն չունենանք, այդ դեպքում պատերազմ է լինելու, հնարավոր բոլոր լեքսիկոնը, բոլոր տերորի բաները, ասենք օրինակ, այսօր կարծեմ տեսա թոշակներն են իջնելու, ապահովագրությունն ավերանալ, արդեն նման, եթե ընդդիմությունը հաղթի ձեր թոշակներն են իջացնելու, ես ասես բաներ եմ խոսում արդեն։ Հայտարարություն։ Եվ ամբիոնից էլ հայտարարում է, ասում է, դուք պիտի աղբանոց ուղարկեք ընդդիմադիր ուժերին, նախկինները այլևս նստացրեք մի գնաց կուղարկեք, չգիտեմ, անհայտություն եւ այլն, սենց լեքսիկոն, սենց բան, ամոթալի, շատ վատ որակի պայքար, հա։ Բայց միևնույն ժամանակ նաև ծրագրերի մեջ չեն զերծ մնում անօրինական բաներ անելուց։ Ես դրա վրա եմ ապշում, հա։ Ասենք օրինակ կարելի է, չէ, գոնե ծրագրային դրույթների մեջ, որոնք
գրված, հա, սև ոսպիտակի վրա գրված բան է, դրա մեջ գոնե խախտումներ թույլ չտան։ Ասենք օրինակ այդ եկեղեցու հետ կապված բացահայտ գրում է, եթե ընտրվում են իրենք, ուրեմն եկեղեցու փաստացի պետի, ուրեմն փոփոխություն ենք անելու, այսինքն կաթողիկոսին վեհափառի հարցը օրակարգում դեռ կա, պարզապես հիմա time out է վերցրել, որ այս փուլում շատ ընդվզում չառաջացնի, իսկ հունիսի 7-ից հետո եթե վերընտրվեցին, այդ հարցը նորից գալու է օրակարգ եւ դրանով են զբաղվելու։ Ծրագրի մեջ գրում, որ ընտրություններից հետո ասի, որ ժողովուրդը ինձ տվեց այդ մանդատը։ Այո։ Եվ բոլոր տեսակի հանցավոր բնույթի գործողություններն անի եկեղեցու նկատմամբ, բայց ես լեգիտիմ այդ իրավունք ունեմ։ Արդարանա, որ ես այդ հարցը դրել էի քվեարկության իմ ծրագրով, ժողովուրդը դրան համաձայնվել է։ Հիմա օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ ինչ են ասում են ինքը չի կարող լինել վարչապետ, ինչ-որ բաներ են այսպես հատ երկար, բարակ քննարկում են այս կողմ են կողմ։ Այդ ուժն է, այդ կուսակցությունն է իր քաղաքական ծրագիրը ներկայացնելուց ասում է, եթե ընտրում ես ինձ, դրանով իսկ հնարավորություն ես տալիս, որ ես մեծամասնության դեպքում փոխեմ սահմանադրությունը եւ Սամվել Կարապետյանին բերենք նշանակենք կամ ընտրենք վարչապետ։ Հիմա ոնց է ստացվում, որ երբ որ նման հերահար առաջարկ անում Սամվել Կարապետյանի, հա, ուժեղ Հայաստանը, դա դառնում է անօրինական ու չգիտես ինչ, բայց իրենք եկեղեցու նկատմամբ ապօրինի ոտնձգությունը ուզում են հաստատել ժողովրդի մանդատով։ Ժողովուրդը չի նայելու չէ ծրագրին։ Մենք ակնհայտ ցավոք սրտի ընտրողները ծրագրերին շատ քիչ են նայում կամ քիչ մասնան նայում։ Ինչ ուզում տակը գրում է, հենց վերջում ստանում արդեն այդ ամեն ինչը, ասում է դե ես ստացել եմ մանդատը ժողովրդի կողմից։ Եթե ծրագիրը որևէ դեր խաղար 21 թվականի իրենց ծրագրի 90%-ը չեն կատարել, հիմա մարդիկ կդնեին իր առաջ, կասեին դու ես մի ծրագիրը չես կատարել, ինչու ես ուզում նորից գալ իշխանության կամ պահել իշխանություն։ Նպատակը դա ինքը ուզում է լեգիտիմացնի իր հանցավոր բնույթի, ապագայում սպասող հանցավոր բնույթի գործողությունները։ Հետո այստեղ այնտեղ երբ որ հարց առաջանա, ասի ժողովուրդն է ինձ ասի ես տենց անում։ Միշտ գցել է ժողովրդի վրա։ Բոլոր խնդիրները ու արել է նոր չի էլի դա։ Շատ լավ, հիմա շատ խոսույթ կա հրապարակային, ասում են, որ հնարավոր չի լինելու ընտրական ճանապարհով հեռացնել այս իշխանությունը, դա անիմաստ պայքար է, նույնիսկ մարդիկ կան, որոնք ասում են պետք չի մասնակցել, քաղաքական ուժերին են կոչ անում հրաժարվել պայքարից եւ այն։ Ես ինքս անկեղծ դեմ եմ այդ տեսակ խոսույթին, որովհետեւ կարծում եմ, որ այնուամենայնիվ օրինական ճանապարհով, ընտրական ճանապարհով իշխանություն փոխելը դա շատ օգտակար կլներ մեր երկրի ընդհանուր ապագայի վրա, մթնոլորտի վրա, բոլոր առումներով։ Բայց նաև կա կարծիք, որ միայն ընտրության վրա հույս դնել չի կարելի, պետք է փողոցը գեներացնել, մարդկանց հանել, պայքարի կոչել եւ այլն եւ այլն։ Կարծում ես կստացվի հիմա այս փուլում փողոցը ակտիվացնել, մարդկանց հանել պայքարի եւ նաև նախընտրական այդպիսի մթնոլորտ ձևավորել, որովհետեւ իրոք ես նաև համաձայն եմ, որ երբ որ փողոցը ակտիվ է, մարդիկ ակտիվ են, ընդհանուր հասարակությունն ինքը ակտիվանում է եւ այդ ընտրությունների մասնակցության տոկոսն էլ հաստատ կբարձրանա ակտիվության արդյունքում, ինքը մեկը մյուսի վրա կներազդի էլի այդ առումով։ Ես չեմ հասկանում հետեւյալը, երբ որ քաղաքական գործիչները կամ ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրություններով հնարավոր չի հասնել հաջողության, պետք է լինի փողոց։ Բայց հարց առաջան, ինչու ընտրություններով հնարավոր չի, որովհետև կանխատեսում են, որ իշխանությունը ամեն տեսակ խախտումներ կտա, բիրտուժ կկիրառի։ Այդ դեպքում ինչպես են կարողանում պնդել, որ փողոցով է հնարավոր։ Այն դեպքում, երբ որ մենք տեսել ենք, օրինակ հունիսի 12-ին, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները, այդքան ռումբեր պայթեցնելը։ Մենք տեսել ենք ոստիկանների այդ ատելությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք այս ամեն ինչը տեսել ենք։ Եթե Բագրատ Սրբազանի շարժում ենք տեսել, եթե մենք ասում ենք, որ ընտրություններով հնարավոր չի, բայց ինչպես ենք հաջորդիվ պնդում, որ դա փողոցում է լինելու։ Ես կարծում եմ, ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն պայմանով, եթե իսկապես այդ փողոցը պաշտպանի ընտրությունների արդյունքները։ Այսինքն պիտի իշխանությունը հասկանա, որ քվեարկության արդյունքները չի կարող կեղծելը վտանգավոր է իրենց համար։ Եվ կարծում եմ իրենք դա հասկանում են ու դրանով է պայմանավորված, որ հիմիկվանից ընտրությունների արդյունքների վրա սկսում են ազդել այն քիչ առաջ որ քննարկում ենք այդ խոսակցություններով։ Բայց այնուամենայնիվ քաղաքացիները, ընտրողները պիտի հասկանան, որ անպայման պիտի գնան ընտրության եւ իրենց ձայնը պիտի տան այն ուժին, որին ուզում են, եթե ուզում են բան փոխվի։ Եվ հետո էլ այո, պետք է լինի այդ ձայներին տեր ելնելու բանը, հա։
Մենք ամեն ինչ տեսել ենք այս իշխանության կողմից։ Ամեն ինչ հավատում եմ անկեղծ ասած, որ կանի այս իշխանությունը։ Եվ դրա համար պիտի ամեն մարդ իր ձայնի քվեարկությանը տեղ կանգնի։ Ընտրություն, փողոց այս երկուսի ճիշտ համակցության դեպքում ես կարծում եմ կարող է լինել Այո, փոխանցում։ եւ այն փաստը, որ անցած օրը կարծեմ Իշխան Սաղաթելյանը կոչարեց, որ դուրս գանք փողոց, Միասնական միասնական հանրահավաք անենք, դրան անմիջապես հաջորդեց իշխանական այդ խոսող գլուխների այդ վայնասունը։ Միանգամից սկսեցին ստատուսներ գրել, խոսել, իշխանությունը կարող է ընդհանրապես ոչինչ չանել։ Ընդդիմությունը իրար ներսում իրար լավ էլ ուտում։ Այսինքն այդ ամեն ինչի իշխանի ասածին այն մյուսի տարբեր թևերը իրանք այնքան լավ են իրար միս ուտում մոռանալով ինչա իրականում, որ իշխանությունը կարող կարծում ոչինչ ես դա չանի։ կառավարվում է իշխանության Ոչ, կողմից։ չեմ կարծում, իհարկե, վստահ եմ, որ նման բան չկա, գոնե ճանաչելով այդ ընկերին, բայց նաև չեմ հասկանում Ինչու են անում, չէ՞։ Չէ, հասկանում եմ ինչու են անում, բայց արդյոք պետք է դա անել։ Արդյոք դրանով փուլում մանավանդ, իհարկե։ Մոռացել ենք ոնց որ թե իշխանությունը իրար դեմ են բարիկարել։ Նորից եկել այդ ոչ թե իշխանության պայքարը, ոնց որ թե այլ ընդդիմության պայքարը։ Ընդդիմության առաջին տեղի պայքարը։ Երկրի ապագան մղվելա երկրորդ պլան, էլի, դա իրանց ներկուսակցական Եվ պայքարը։ դրանով պայմանավորված ցավոք սրտի ոչ միասնություն եղավ, որ կարողանային նորմալ միջակայքով հանդես գալ, եւ ոչ էլ կլինի միասնական հավաքներ։ Հավաքներ կլինեն, որտեղ տարբեր ներկայացուցիչներ կմիանան, կաջո ոնց որ եղել է մինչև հիմա։ Օրինակ մենք գրեթե բոլոր հանրահավաքներին մասնակցել ենք, հայերենի կուսակցությունը միշտ էլ մասնակցել է բոլոր հավաքներին, հանրահավաքներին։ Մենք անձամբ առանձին, որպես մարդ, որպես խոսք ասող կամ ուղակի կանգնել, չգիտեմ, հանրահավաքի ժամանակ դա արել ենք։ Ֆիզիկական մեր ներկայությամբ ինչ որ Բայց ցավոք սրտի միասնական միասին ծրագրել որևէ բան ընդդիմությանը չի հաջողվում, դե որ տեսնում եք թե ինչ են անում իրար գլխի։ Այո։ Եվ մեկ էլ մի հարցի մասին կուզեի խոսեինք, որը շատ տարածված ու շատ բացասական դեր է խաղում այս հասարակության մեջ, դա դրսում կորոշեն, Պուտինը որոշեց, Թրամփը որոշեց, Եվրամիությունում որոշեցին, դե Նիկոլին սա է պահում, նա է պահում, Էրդողանն է պահում, չգիտեմ, սաղ պահում են, հա, դե մենք հայերս ինչ անենք, մենք խեղճ չա, ինչ ոնց կարանք դրա դեմ, մենք չենք որոշում, ուրիշ տեղա որոշում այդ հարցերը, այո, այդ անզորության, այդ խեղճության այդ բանը, այդ նարատիվը շատ վատ նարատիվ է իրականում եւ ես միշտ դրան դեմ եմ արտահայտվում, մանավանդ որ մեր աչքի առաջ տեղի ունեցավ Օրբանի ընտրությունները, որտեղ մարդը պարտվեց ունենալով բոլոր հնարավոր լավ այդ ուժեղ գերտերությունների աջակցությունը ունենալով, հա, այնտեղ էլ են իհարկե ինչ որ բացատրություններ գտնում, բա Եվրամիություն ուրիշ կարծիքի էր, Ամերիկան ուրիշ եւ այլն։ Այնպես չի որ Հայաստանի դեպքում բոլորը մի կարծիք են։ Այո, իհարկե։ Եվ հետո գիտեք մի ինչ որ աշճան կա, որից այն կողմ ոչ մի պետություն չի փորձի միջամտել, հա, եթե շատ ընտրախախտումներ լինեն, պարզա որ արևմուտքը աչք կփակի դրանց վրա։ Որոշակի առումով այո, բայց այդ չի նշանակում, թե ինքը արևմուտքը, Եվրամիությունը կամ Թրամփը գալու են ձեր փոխարեն ընտրություն կատարեն։ Այո, մարդիկ պիտի հասկանան, քաղաքացիները պիտի հասկանան, որ իրենց քվեարկության, իրենց ընտրությունը իրենք պիտի պաշտպանեն եւ իրենք պիտի ընտրության իրավունք ունենան։ Գիտեք, ենթադրում եմ կամ վստահ եմ ավելի ճիշտ չեմ ենթադրում։ Վստահ եմ, որ իշխանությանն էլա ձեռք տալիս այդ տեսակ խոսակցությունները, որ մարդիկ ասեն, ապեր մեզնից ոչ մի բան կախված չի, մենք չենք գնալու, չենք ընտրելու, բայց պետք է հասկանալ, որ աշխարհի որևէ պետություն, որևէ, չգիտեմ, հասարակական կամ քաղաքական կազմակերպություն միավոր դրսից չի կարող մեր ժողովրդի կողմից կատարված քվեարկության արդյունքների վրա ազդել։ Ինչ էլ ուզում անեն։ Եթե մարդիկ մեծամասնությունը գնում են իշխանափոխության ճանապարհով, որևէ կառույց, որևէ պետություն չի կարող դրան միջամտել։ Այո, եթե հասարակությունը դժգոհ է իր իշխանությունից, գնում է եւ փոխում է իր իշխանությանը։ Աչքներիս առաջ ունենք, չէ՞, Վրաստանի օրինակն ունենք, Հունգարիայի օրինակն ունենք։ Բայց սա նաեւ չի նշանակում, որ եթե չփոխեց իշխանությանը, ուրեմն համաձայն է իշխանության հետ կամ սիրում։ Այո, որովհետեւ այ քիչ առաջ քննարկացի այդ քարոզչության տարբեր գործիքների հետևանքով է, որ կարող է օրինակ մարդիկ չգնան ընտրությունների եւ իշխանությունը ձայն ստանա շատ։ Դա չի նշանակում, որ մեծամասնությունը ուրեմն Երևանի քաղաքապետը ինչ կարգավիճակ ունի, հա։ Երևանի քաղաքապետը չընտրված կարգավիճակ ունի։ 20%-ի քաղաքապետն է, նույնը Գյումրիում էր բանի ժամանակ, նախորդ բանի, հա, ընտրություններից որևէ մեկի ժամանակ մենք հաշվել էինք Գյումրու քաղաքապետը գյումրեցիների 8%-ի ձայնով էր։ Դե վաղար շաբաթն էլ կարելի ասել նույնը եղավ։ Հա, այնտեղ չգիտեմ, թվերը ուղղակի չեմ տիրապետում, մի կերպ տենց զորով խլեցին իշխանությունը, բայց այսինքն այստեղ պետք է ասել, որ իհարկե հիմա հակափաստարկ բերողները կասեն, որ միշտ էլ այդպես է եղել, որ ընտրությունների մասնակցող անձանց քանակով է։ Հա, մենք իրավական առումով
Քվորումի խնդիր չկա, բայց երբ որ դու ասում ես, եթե ժողովուրդ ջան, օրինակ ինչ ասում, եթե համաձայն չեք Արցախը այս կարբանի հետ, հա, որ մեր էջը փակել ենք եւ այլն, դուրս եկեք փողից, ինձ հանեք իշխանությունից։ Ոչ մեկ դուրս չեկավ, չհանեցի։ Ինչի, որովհետեւ մինչեւ այդ դուրս եկածների նկատմամբ նռնակներ էին կիրառել։ Մինչեւ այսօր, գիտեք որ 23 թվականի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակվա, այդ 18 տարեկան մարատոն էինք, սպորտսմեն մանվել, մինչև հիմա գործերը քննվում են։ 26 թիվն ենք արդեն։ Մինչև հիմա դատարանում այդ գործը քննվում է։ Հիմա այդ մարդը ամր գնում է դատարան գալիս է, բացակայելու արգելքա կիրառված, որոշ մեկի նկատմամբ վարչական հսկողությունը, այս ամեն ինչը իրանց փարիսեցիությունը մյուս կողմից, որ դուրս եկեք հեղափոխություն արեք, էլի։ Ինքն անմեղ նստած է, սպասում է երբեք դուրս գալու հեղափոխություն անեք։ Դասական բանը հիմա ասեմ։ Տարել է, կալանավորել է Սամվել Կարապետյանին, մտնում է Facebook ուղի եթերում, ասում է դե խոսա է։ Հետ չի։ Ոնց խոսա այդ մարդը տարել կալանավորել ես։ Այո։ Չէ, ես մի ուրիշ օրինակ եմ բերում, ասում եմ ոնց որ մեկը բռնցքամարտի ռինգ դուրս գան, մյուսի ձեռքերը կապեն, ասեն դե կռվեք։ Տենց արել էլի, հա, տենց արել։ Տարել է, ասում է քննիչը թույլ է տվել, քննիչից ստանում ենք պատասխանը, Վարդևանյան արամ հրապարակել էր։ Չէ, ասում եմ մեկ անգամ թողնում եմ ուղերձս։ Ասում եք քննիչը թույլ է տվել։ Բայց իրենք այնքան շատ են ասում, որ կարա մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծի։ Իրենք դրա վրա աշխատում են։ Չէ, եթերից մի բան ասում, տակից մի ուրիշ հանգա իջեցնում իրավաբաններին, այդ ամեն ինչը երևում է։ Լավ, հուսանք, որ մեր ժողովուրդը կհաղթահարի այդ վախի զգացումը, որովհետև ասում սատանան այդքան սարսափելի չի, ինչքան թվում է։ Հուսանք, որ նաև մարդիկ ակտիվ կլինեն, կմասնակցեն եւ փողոցային պայքարին եւ անպայման ընտրության կգնան, խելամիտ կլինեն, իրենց երկրի ապագայի մասին կմտածեն եւ չեն առաջնորդվի տարբեր sense մանր-մունր շահերով ու բաներով, հա, որովհետեւ իրականում հունիսի 7-ը ոնց որ ճամփաբաժանն է, չէ, մեր երկրի համար։ Հուսանք, կոչանենք ու հավատանք, որ պետք է գնալ ընտրությունների ու պետք է փոխել իշխանությունը։ Բոլոր հարցերի ինչպես, օրինակ շատ են հա լրագրողները հարցնում, այս իրավական հարցը խախտել են, ինչպես կարող են կարգավորել։ Մի ձև իշխանապողություն, որովհետև այլևս ոչինչ իրավական դաշտում չի աշխատում։ Այո, եկել ենք այդ վերջնական եզրակացությանը։ Այսօր այսքանը, կհանդիպենք։